ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29-ը ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապսպորտ, խաղը սկսվում է այստեղ։ Կապսպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29-ը ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապսպորտ, խաղը սկսվում է այստեղ։ Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, ԱՄՖ-ի YouTube-յան ալիքի ուղիղ եթերում քիչ անց մեկնարկելու է Arsenal Adana հանդիպումը, այս թիմերը առաջին անգամ են մասնակցում մեր Հովանու ներքո անցկացվող մրցաշարի, առաջին անգամ իհարկե նախորդ մրցաշրջանում չեն եղել եւ առաջին տուրի հանդիպում են անցկացնում, շատ հետաքրքիր է լինելու իհարկե, քանի որ երկու թիմերն էլ բնականաբար կցանկանան հաջող մեկնարկ ապահովել։ Այն ինչ կլինի արդեն ցույց կտա խաղը, եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսեմ Arsenal-ից Սուրեն Սարգսյան համար 1, Թելման Մանուչարյան 3, Ռաֆիկ Մկրտչյան 4, Մհեր Մխեյան 8, Գարիկ Սաղյան 2, Հրաչ Գասպարյան 7, Կարեն Վարդանյան 11, Լյուկ Սահակյան 9, Վարդան Մանուկյան 10, Էդգար Ավագյան համար 22։ Ադանա համար 1, Հարություն Խանաղյան, համար 2 Արամայիս Խաչատրյան, 3 Վովա Պողոսյան, 4 Արտուր Ղարիբյան, 5 Ռոման Մովսիսյան, 6 Հենրիկ Սիմոնյան, 7 Արտաշես Թովմասյան, 8 Դավիթ Տմոյան, 10 Լևոն Թոփալ Քարաջյան, 11 Միսակ Սերոփյան, 12 Արսեն Բարոյան, 23 Էդգար Մուրադյան, 14 Արմեն Ասլանյան, 22 Տիգրան Մխիթարյան եւ համար 75 Արտուր Մորյան։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար, Ադանան այստեղ մի քանի ընկերական հանդիպում անցկացրել է եւ որոշակիորեն ծանոթ է իհարկե մեր մրցաշարին, թիմերին, բայց որոշակիորեն իհարկե սա արդեն պաշտոնական խաղ է, այստեղ միավոր է խաղարկում եւ բնականաբար տրամադրվածությունն ու մոտեցումը այլ է լինելու։ Այնինչ կլինի, նորից եմ նշում, խաղը ցույց կտա իհարկե առաջին դիվիզիոն եւ այս թիմերը պետք է փորձեն իհարկե երկուսն էլ ունեն ցանկություն հաղթելու, քանի որ արդեն շատ թիմեր վաստակել են առաջին տուրում 3 միավոր եւ մրցավազքը չեմպիոնական սկսվում է այս տուրից, այս պայից, այնպես որ շատ հետաքրքիր է լինելու։ Պողոսյան գլորում են գնդակը։ Ադանայի ֆուտբոլիստները դեպի աջ եզր, Arsenal-ը հենց սկզբից գնացել է բարձր պրեսինգի եւ մրցակցին ճնշում են սեփական պաշտպանությունում։ Սիմոնյանն այստեղ ընդունեց գնդակը եւ փոխանցում Մկրտչյան կարողացավ խլել Սահակյանի ուղղությամբ եկավ գնդակը, բայց Սիմոնյանն ամեն դեպքում այստեղ թույլ չի տալիս լինել գնդակով ձախ եզրում կհասնի գնդակին Սիմոնյանը, Մկրտչյանը նրա առջև է փորձում է փակել Ադանայի ֆուտբոլիստի ճանապարհը եւ լավ էր մտածել Սիմոնյանը ու կարող է մնալ գնդակով Վարդանյանն այստեղ հասցրեց հեռացնել անկյունային կտեսնենք այսպես միայնակ Սիմոնյանը ձախ եզրում կարողացավ վտանգ ստեղծել, ճիշտ է հարվածի մասին չստացվեց, մտածել միայն անցում ստացվեց, որից հետո Վարդանյանը հեռացրեց գնդակը։ Տեսնենք ձախ եզրից կա Թմոյանի փոխանցումը եւ 1-0 բացվում է հանդիպման հաշիվը, Ադանան առաջին իսկ հարվածով կարողանում է բացել այս հանդիպման հաշիվը, Սերոփյանը շատ լավ միացավ թիմի այս ստանդարտին եւ խփում է հանդիպման առաջին գնդակը։ Այ քեզ անկյունայինի խաղարկում, այստեղ ոտքով հարված տեսանք եւ
Ադանան առաջին իսկ փորձով բացում է հանդիպման հաշիվը։ Եվ տեսնենք Արսենալը ինչպես է պատասխանելու, սա իհարկե սառցնցուղ է, ինչպես ասում են։ Շատ անսպասելի, իհարկե այսքան շուտ, այսքան վաղ բարդ էր պատկերացնել կամ մտածել, որ այն էլ անկյունայինից առաջին իսկ րոպեին կարող է գոլ լինել։ Կրճանն է Սերոփյանի հետ պայքարում գնդակի համար եւ կա այստեղ Ախտուն Վարդանյանի կողմից Սերոփյանի հետ պայքարում տեսնենք այս ստանդարտը, ինչպես կստացվի, Ադանան առայժմ ստանդարտներ է իրացնում եւ հաջող են անում կամրցավարի սուլիչը, տեսնում ենք հարված եւ անկյունային կլինի Արսենալի ֆուտբոլիստից գնդակը դուրս եկավ, Արթուր Ղարիբյանն էր այստեղ ցախ եզրից հարված եղինակը, բայց պատկազմած ֆուտբոլիստները կարողացան շեղել գնդակի ուղղությունը եւ Թմոյանը իրացնելու է անկյունային Տեսնում ենք բարձրից փոխանցում, Մկրտչյանը հեռացրեց գնդակ, այստեղ Սահակյանն է ընդունում գնդակը, Պողոսյանը թույլ չտվեց հակագրոել եւ եզրային նետում կլինի։ Արսենալը հակագրոյի փորձեր այստեղ ձեռնարկել։ Մկրտչյանը ուժեղ նետում դեպի Սահակյան, այստեղ նորից Պողոսյանն է աշխատում եւ այս անգամ Պողոսյանը ոչ թե եզրից, այլ դաշտի դիմային գծից հանեց գնդակը եւ մենք կտեսնենք անկյունային զինագործներն են իրացնելու, պետք է իհարկե այսպես որոշակի թարմություն Արսենալին, Ադանայի գոլը լրջորեն ազդեց խաղի վրա եւ Ադանան հետո ստանդարտ կարողացավ իրացնել։ Եվ տեսնենք աչքի եզրից հետևելու է փոխանցում, Գասպարյանն է գնդակի մոտ։ Եվ տեսնենք ինչպես կստացվի այս փորձը, բարձրից կա փոխանցումը, Սաղյանն էր միացել եւ եւս մեկ անկյունային է նշանակում մրցավարը։ Տեսնենք այս անկյունայինը արդեն ինչպես կստացվի։ Եթե Ադանան խփեց խաղի մեկնարկում, ապա ինչու ոչ Արսենալն էլ կարող է փորձել այդ տարբերակով պատասխանել մրցակցին։ Տեսնում ենք արդեն փոխանցումը, ստացվեց արվածել Ախուրյան պայքար ու խառնաշփոթ է, այստեղ Արսենալի ֆուտբոլիստներն են խախտում թույլ տվել, իսկապես շատ վտանգավոր էր այն խառնաշփոթը, որը ստեղծվեց Ադանայի Տուգանային հրապարակում, կարող էր ցանկացած պահի ավարտվել դարպասի գրավումով, բայց այստեղ մրցավարը խախտում է նկատել եւ արձանագրեց այն։ Խանաղյանը խաղաց Սահակյան, այստեղ ընդունեց գնդակը, տեսնում ենք արված եւ գոլ Սահակյանից։ Շատ արագ Արսենալը կարողանում է հավասարեցնել այս հանդիպման հաշիվը, Սահակյանը ընդունեց եւ հետո շատ լավ հարված կարողացավ կատարել Խանաղյանին ոչ մի շանս չտալով եւ արդեն 2 գոլ ենք տեսնում հանդիպման մեկնարկում, անցել է մոտավոր 5 րոպե, նույնիսկ ավելի քիչ եւ թիմերը մեկական գոլով են փոխանակվում։ Հա, այսպես Սիմոնյան Պողոսյանն է այստեղ, ուժեղ փոխանցում է կատարում առաջ եւ գնդակը բաժին է ասնում Մանուչարյանին։ Սաղյան ձախ եզրում է եւ Մուրադյանն այստեղ խլում կատարեց, ուղարկում է Սերոփյանին գնդակը, բայց չստացվեց Սերոփյանի մոտ մտնել պաշտպանություն ու այստեղ եզրային նետում կլինի։ Խախտում էր պահանջում Սերոփյանը մրցավարից, այստեղ Մկրտչյանի հետ պայքարում, բայց ոչինչ չէր տեսել մրցավարը։ Ուժեղ փոխանցում առաջ հերթական փորձերից մեկը Թմոյանը կպայքարի գնդակի համար Մուրադյան Սիմոնյանի հետ է խաղում, հեռվից տեսնում ենք հարված, բայց այս փորձը բարձր ստացվեց Սիմոնյանի կողմից։ Մկրտչյան Եզրային նետում կլինի, գոլից հետո հիմա ամեն ինչ դաշտում հավասար է, փոխնեփոխ գրոներ ենք տեսնում եւ եւս մեկ եզրային նետում Արսենալը կիրացնի, այստեղ աշխատեցին Ադանայի ֆուտբոլիստները։
Եվ Մկրտչյանն է նետելու եզրից, անկյունայինի կվերացի իհարկե այս եզրային նետումը, Սահակյան արված եւ 2-1։ Դուբլ է ձևակերպում Սահակյանը, րոպեներ պահանջվեցին Արսենալի 9 համարից 2 գնդակ ուղարկելու մրցակցի դարպասը եւ այս փոքր կամբեքն Արսենալը մի քանի րոպեում կյանքի է կոչում։ Այստեղ պետք է նաև գնահատել Մկրտչյանի եզրային նետումը, իհարկե, որը վերածվեց անկյունայինի, հետո հրաշալի պայքարեց Արսենալի ֆուտբոլիստը, գնդակը հասավ Սահակյանին եւ հետաքրքիր արված, հետաքրքիր մոտեցում, որն ավարտվում է գոլով։ Ինչ են անում թիմերը, ինչքան հետաքրքիր է իհարկե այսպիսի հանդիպում դիտելը, երբ 3 գոլ ենք տեսնում հաշված րոպեների ընթացքում եւ այս ամենը խոսում է հետաքրքիր պայքարի մասին, որը շարունակելու է իհարկե այդպես լինել։ Մխյանն է խախտել խաղի կանոնները, համաձայն չէ մրցավարի հետ այստեղ Արսենալի ֆուտբոլիստը։ Սիմոնյանը ընդունեց գնդակը սեփական կիսադաշտում եւ տարբերակներ է փնտրում Սիմոնյանը, Թիմոյան դեպի պաշտպանության կենտրոն, գնդակը Պողոսյանի մոտ է ձախ եզրում։ Պատ խաղարկում ստացվեց նորից Պողոսյան, չկա այստեղ ձեռքով խաղ, Սերոփյանը գնդակով է, Ադանայի առայժմ միակ գոլի հեղինակը եւ Մկրտչյանն այստեղ փակում է փոխանցման ճանապարհը, ամեն դեպքում նորից Սերոփյանը կտիրի գնդակին։ Ղարիբյան փոխում է գրոյի ուղղությունը դեպի աջ եզր։ Լավ փոխանցում ստացվեց, բայց Սաղյանին է գնդակը բաժին հասնում։ Մկրտչյան ոտնաթաթի դրսի մասով փոխանցում կատարեց, այստեղ Ղարիբյանը փորձեց արձագանքել, Մխյանը ձախ եզրում է եւ եզրային նետում կլինի։ Այստեղ Ադանայի ֆուտբոլիստը մեծ հաշվով անկյունային զրկեց մրցակցի։ Եվ հարված դարպասից կլինի։ Ղարիբյան ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Մանուչարյանը վերահսկում էր իրավիճակը, թույլ չտվեց Մուրադյանին հասնել գնդակին եւ Սարգսյանը ուժեղ հարված է կատարում առաջ դեպի դաշտի միջնամաս ուղարկեց գնդակը Վարդանյան եւ հետ փոխանցում դարպասապա Սարգսյանին գլորում են գնդակը Արսենալի ֆուտբոլիստները, Մկրտչյանն աչի եզրում է, Սերոփյանն է փորձում պրեսինգի գնալ եւ խլել գնդակը, բայց Մկրտչյանը լավ փոխանցում կատարեց, Սահակյան կփորձի հասնել գնդակին, Սահակյան այդպես էլ անում է 1-1-ի դեմ պայքար եւ եզրային նետում կլինի այստեղ ամեն դեպքում չկորցրեց գնդակը Արսենալի ֆուտբոլիստով այսօր շոտ օրակ դուբլ ձևակերպեց, 2 գնդակ արդեն իր անվան դիմաց ունի, առաջին տուրի խաղն է սա եւ դեռ շատ ժամանակ կա մինչեւ այս հանդիպան ավարտը, դեռ Սահակյանը կարող է ավելացնել, Վարդանյան շարունակում է մնալ Ադանայի պաշտպանների թիկունքում, Սահակյանը գնդակներ ստանալու համար, Թմոյան փոխանցում դեպի Մուրադյան աչիեզր Պայեց գնդակը Մուրադյանը եւ Մանուչարյանն այստեղ սանկում է կատարում, ճիշտ է։ Եզրային նետում է Ադանան իրացնում Սիմոնյան, Մուրադյան, դեպի ազատ խաղանկերը։ Եվ Սահակյանն այստեղ խախտել է կանոնները Ղարիբյանի հետ պայքարում։ Պողոսյանը Սիմոնյանի հետ խաղաց, փոխանցում դեպի աջ եզր, Թմոյանն ընդունեց գնդակը, կրունկով որոշեց վերադարձնել գնդակը խաղանկերոջը, չստացվեց եւ այստեղ դարպասապա Սարգսյանն է վերցնում գնդակը, Մկրտչյան աջ եզրում է, Եվ Ղարիբյանը այստեղ խլեց գնդակը եւ շարժվում է առաջ, աջ եզրում է։ Ղարիբյանը Սաղյանի սահանկումն այստեղ կամ սահանկում չասենք իհարկե, մրցակցին ընդունելը չափազանց հաջող ստացվեց։ Մխյան ձախ եզրում կհասնի գնդակին եւ Արսենալը վտանգավոր գրոհ է ստեղծել, բարձրից փոխանցում Գասպարյանը ընդունեց գնդակը։ Աջ եզրում է
Արսենալի 7 համարը եւ Պողոսյանն այստեղ փորձում է թույլ չտալ Գասպարյանին առաջ շարժվել, ամենայն դեպս որոշ չափով ստացվեց, ամեն դեպքում Գասպարյանը գնդակով է եւ խաղում է Մկրտչյանի հետ, աջ եզրից դեպի Սաղ եզր փոխանցում Խեան, բայց գնդակը չստացվեց, այստեղ եզրից կնետեն Ադանայի ֆուտբոլիստները։ Երկու թիմերում էլ պայստայիներին կան ֆուտբոլիստներ եւ սա իհարկե կարևոր է նշելը, քանի որ շուտով մենք փոփոխություններ տեսնելու ենք, հատկապես Ադանայի կազմում որոշակի թարմություն պետք է, Տոպալ Քարաջյանը կարող է դուրս գալ խաղադաշտ, Թովմասյանը կարող է դուրս գալ խաղադաշտ եւ ակտիվություն իհարկե կմտնի Ադանայի խաղի մեջ։ Սիմոնյան Թմոյանի հետ է խաղում, Պարոյանը նաեւ եթե այսօր հայտարարված է Մկրտչյան առաջ ուղարկեց գնդակը դեպի Սահակյանը, պահում է գնդակը Արսենալի խաղացողը եւ կլինի եզրային նետում Ղարիբյանը նորից աշխատեց։ Եվ Մանուկյանն է հայտնվում խաղադաշտում Արսենալի կազմում 20 համարով, Էդգար Ավագյանը եւս դաշտում է 22 համարով, Մխյանը փոխարինվեց եւ Սահակյանը գնում է Կարճատև հանգստի։ Սաղյան ձախ եզրում է, Մանուկյանի ուղղությամբ փոխանցեց, բայց այստեղ չստացվեց սպայել գնդակը արված կլինի Խանաղյանի պաշտպանած դարպասից։ Եվ Թոմասյանն է գնդակը մտցնում թաղի մեջ, դեպի ձախ եզր Տոպալ Քարաջյանը ընդունեց գնդակը, Բարոյան եւ դեպի աջ եզր փոխանցում Սաղյան այստեղ հեռացրեց գնդակը, այո, գնաց փոփոխությունների Ադանան Տիգրան Մխիթարյանը եւս դաշտում է 22 համարով, Բարոյան, Տոպալ Քարաջյան, Թովմասյան, այսպիսի փոփոխություններ, կարելի ասել 80%-ը փոխվեց դաշտում խաղացողների եւ սա ակտիվություն իհարկե հաղորդելու է Սերոպյանը մնաց դաշտում 11 համարով, Ադանայի միակ գոլի եղինակը եւ վարձակողական անչափ ինտենսիվ կազմ է դաշտում Տոպալ Քարաջյան դեպի աջ եզրը ուղարկում գնդակը եւ եզրային նետում կլինի անընդհատ փորձեր են ձեռնարկում Ադանայի ֆուտբոլիստները, Մանուչարյան հեռացրեց գնդակը, Մանուկյան այս փոխանցումը սխալ ստացվեց, Ղարիբյան ուղարկում է գնդակը Տոպալ Քարաջյանին ձախ եզր եւ այստեղ դարպասապահ Սարգսյանն է առանց խնդիրների վերցրեց գնդակը Արսենալի կիպերը եւ նետում է գնդակը Վարդանյանի ուղղությամբ եւ կա խախտում այստեղ բախում տեղի ունեցավ Ադանայի երկու ֆուտբոլիստների եւ Վարդանյանի միջև Թովմասյան ուժեղ փոխանցում առաջ Սաղյանն արձագանքում է եւ գնդակը հասնում է Գասպարյանին Չստացվեց այս գործողությունը Խանաղյանը վերցնում է գնդակը այստեղ ուժեղ փոխանցում առաջ Սերոպյանը դեպի աջ եզր ուղարկեց գնդակը Բարոյանն այստեղ արձագանքում է եւ կտեսնենք եզրային նետում Մանուչարյան դեպի Գասպարյանը, այստեղ հպվեց գնդակին Գասպարյանը, բայց պայլայն չստացվեց Պողոսյան Բարոյանի հետ է խաղում, այսօր աջ եզրում է Բարոյանը, ձախից էլ հաճախ խաղում էր Վարդանյան եւ եզրային նետում կլինի
Մանուկյանն ընդունեց գնդակը։ Եվ առաջ խաղացում այստեղ չստացվեց, Ավակյանի փոխանցումն էլ չի ստացվում եւ գնդակը Բարոյանի մոտ է։ Մանուկյան ախորն պայքար է դաշտի ձախ հատվածում, այսպես կարելի է ասել։ Արսենալի արձակման ձախ թևում է այդ համար պայքարը։ Վարդանյան ուղարկում է գնդակը Մկրտչյանի, ստացվեց փոխել գրոյի եզրը։ Մկրտչյան Տոփալ Քարաջյանը դիմավորել է մրցակցին, սա արված էր Մկրտչյանի կողմից։ Հետագիծն էր վտանգավոր թվում, բայց ընդհանուր առմամբ Խանաղյանը վերահսկում էր իրավիճակը։ Թոմասյանն է գնդակը մտցնելու խաղի մեջ։ Ոչ Ղարիբյանը դա արեց, Մանուչարյան։ Եվ գալիս է գնդակը Գասպարյանին, դեպի Մանուկյանն է այս փոխանցումն ուղղված, բայց Խանաղյանն այստեղ ընդունեց գնդակը։ Ղարիբյան դեպի ձախ եզր, Տոփալ Քարաջյանն այստեղ է։ Ղարիբյան եւ Բարոյանն այստեղ է, Սաղյանը հեռացրեց գնդակը եւ եզրային նետում կլինի։ Տոփալ Քարաջյան ձախ եզրում է, ստանում է պատասխան փոխանցումը։ Բարոյան ընդունեց գնդակը, ստանում է Տոփալ Քարաջյանը պատասխան փոխանցումը Սերոպյան եւ գնդակը Սարգսյանը կարողացավ վերցնել։ Հերթական դիպուկ արված է Սերոպյանից, այսօր 2 արված, որից մեկը գոլով է ավարտվել, այստեղ դարպասապահ խնդիրներ չունեցավ Գասպարյան։ Դեպի Վարդանյանը ձախ եզր։ Ավակյան, Վարդանյան եւ Պողոսյանը կարողանում է հեռացնել գնդակը, սա ստացվեց փոխանցում Սերոպյանի ուղղությամբ, ձախ եզրում է, բայց այստեղ Մկրտչյանին է բաժին հասնում գնդակը, սխալ փոխանցում էր Սերոպյանի կողմից, Ավակյան։ Մանուկյանի հետ է խաղում, նորից Ավակյան եւ Ղարիբյանը հեռացրեց գնդակ, այստեղ արդեն Թոմասյանը պահում է գնդակը դաշտի սահմաններում։ Մեկը մեկի դեմ պայքար, հաջող անցում Թոմասյանից, աջ եզրում է եւ սա արված էր անկյունային ամեն դեպքում վաստակեց Ադանայի ֆուտբոլիստը, անկյունային կտեսնենք։ Բարձրից կա փոխանցումը, Սաղյանը հեռացրեց գնդակը։ Տոփալ Քարաջյան այստեղ պահում է գնդակը, Պողոսյան։ Ղիթարյանն այստեղ է։ Հեռացնում են Արսենալի պաշտպանները, Պողոսյան։ Ղիթարյան։ Եվ Սաղյանը կարողանում է խլել գնդակը, Արսենալը անցնում է արագ Ավակյան։ Ավակյան եւ այստեղ Պողոսյանը պետք է պայի գնդակ, իհարկե, քանի որ Ադանայի ֆուտբոլիստից էր այն դուրս գալիս, եզրային նետում կլինի։ Հեռացված է գնդակը, Մկրտչյան աջ եզրում է, Ավակյան, Գասպարյան, մնաց գնդակով Գասպարյանը, գեղեցիկ է, այսպես փորձեր էին, բայց ամեն դեպքում Արսենալը պետք է ավելի խորքից շարունակի իր գրոհը, Մանուկյան եւ այստեղ Ղարիբյանը հեռացրեց գնդակը, եզրային նետում կլինի Սաղյան, Մանուկյան եւ Մխիթարյանն է այստեղ հաջող խլում կատարում։ Մանուկյան ձախ եզրում է, Մկրտչյան, մնաց գնդակով, ձախ եզրում է Մկրտչյանը, տեսնում ենք նաև հարված անդրադարձ եղավ ու Պողոսյանը նորից պետք է գնդակ պայի եւ անկյունային կլինի։
Տեսնում ենք փոխանցում, Ղարիբյանն այստեղ աշխատեց եւ կար հարցակում այստեղ Արսենալի կողմից, որը խախտմամբ ավարտվեց։ Պողոսյան Բարոյան սկսում է թիմի գրոհը։ Ուժեղ փոխանցում առաջ, Սաղյան աշխատեց պաշտպանությունը, Մուրադյանը ձախ եզրում կպայի գնդակը։ Հոպալ Կարաջյան, տեսնում ենք այստեղ, երևի թե արված էր ցանկանում Ադանայի 10 համարը կատարել կամ փոխանցում նաև կարելի է դիտարկել, երկուսն էլ չստացվեց Վարդանյան, ձախ եզրում է, մեկը մեկի դեմ պայքար եւ Թովմասյանն այստեղ հրաշալի է պաշտպանվում ու նորից իր սիրած անցումները կատարեց, բայց արվածը լավը չէր Թովմասյանի, իհարկե այստեղ ցածրից ստացվեց եւ ոչ դիպուկ։ Մամուչարյան դեպի Սաղյանը ձախ եզր, Վարդանյան եւ Ղարիբյանն է այստեղ խլում գնդակը, հետո արդեն Ավագյան Արսենալից շատ արագ վերադարձրեց գնդակը զինագործների համար, Մանուկյան փոխանցում դեպի ձախ եզր, Վարդանյանի ուղղությամբ լավ փոխանցում ստացվեց եւ Սավարն այստեղ խախտում չի տեսել, եզրային նետում կլինի։ Ղարիբյան Մուրադյան եւ Մանուչարյանն այստեղ խախտել է խաղի կանոնները։ Կամրտ Սավարի Սուրիչը, Բարոյան, հարցրից փոխանցում եւ այստեղ հետաքրքիր ոճով էր փորձում արված էր Ղարիբյանը, բայց չստացվեց ամեն դեպքում արված կատարել։ Ուժեղ փոխանցում առաջ եւ այստեղ կար խախտում Վարդանյանի հետ պայքարում։ Եվ Վարդանյանն է իրացնելու այս ստանդարտ, այն ստանդարտը, որ հենց ինքն էլ վաստակել է։ Կամրտ Սավարի Սուրիչը, Վարդանյան, տեսնում ենք արված, Խանավյանը կարողացավ հետ մղել գնդակը։ Եվ վերջ, կարճ դադար։ Սպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29-ը ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Գապսպորտ։ Խաղը սկսվում է այստեղ։
Կապ սպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29-ը ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապ սպորտ։ Խաղը սկսվում է այստեղ։ Կապ սպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29-ը ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապ սպորտ։ Խաղը սկսվում է այստեղ։ Կապ սպորտում ֆուտբոլը ապրում է։ Արի Տիգրան մեծ 29-ը ահասցե եւ կգտնես ֆուտբոլային աշխարհի ամենապահանջված մարզաշապիկները։ Բարձրակարգ խաղակոշիկներ, գնդակներ ու պրոֆեսիոնալ պարագաներ հենց այստեղ։ Անընդհատ թարմացվող տեսականի, ներառյալ լեգենդար խաղացողների մարզաշապիկներ տարբեր դարաշրջաններից։ Իսկ եթե ուզում ես լինել յուրահատուկ, պատվիրիր քո անունով մարզաշապիկ սիրելի ակումբի ոճով ու համարով։ Կապ սպորտ։ Խաղը սկսվում է այստեղ։ Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակում ենք հետևել Արսենալ Ադանա հանդիպմանը, սա առաջին դիվիզիոնի առաջին տուրի հերթական հանդիպումն է, առաջին խաղակեսից հետո Արսենալը հաղթում է 2-1 հաշվով, հաշիվը բացեց Սերոփյանը Ադանայից հանդիպանից առաջին, իսկ րոպեին այստեղ Թոփալ Քարաջյանն է հարվածում, բարձր ստացվեց, հետո Սահակյանը շատ արագ 2 գնդակ կարողացավ խփել Արսենալից եւ իր թիմին հաշվի մեջ առաջ կարողացավ տանել։ Արիբյան ուժեղ փոխանցում առաջ։ Թոփալ Քարաջյան, Թմոյանի հետ է խաղում։ Բարոյան եւ այստեղ Գասպարյանը կարողացավ խլել գնդակը եւ դա անել առանց կանոնները խախտելու։ Սահակյան գեղեցիկ փոխանցում էր, բայց Թոմասյանն այստեղ մաքրում է, կարելի ասել, սխալները պաշտպանությունում շատ հաջող կարողացավ գործել։ Բարոյան Թմոյանի հետ է խաղում, փոխանցում այստեղ չստացվեց։ Ադանայի 8 համարի Վարդանյան, տեսնում ենք Օրվոտ, շոտ վտանգավոր էր, կարող էր խփել իր թիմի 3-րդ գնդակը Վարդանյանը, բայց մի փոքր չբավականացրեց այստեղ։ Եվ Ղարիբյանը նորից գնդակը կմտցնի խաղի մեջ, ուժեղ փոխանցում առաջ դեպի Մուրադյանը եւ գնդակը կվերցնի դարպասապա Սարգսյան այստեղ։ Մկրտչյան լավ անցում ստացվեց Մկրտչյանի կողմից, նկատում է ազատ խաղանկերոջը Վարդանյանը մեկ հպումով գնդակը ուղարկում է Գասպարյանի ուղղությամբ աջ եզր, բարձրից փոխանցում Մկեյան եւ գոլ։ Ինչ կոմբինացիա էր Արսենալից եւ ինչ եզրափակում, իհարկե հոյակապ խաղարկեցին այստեղ գնդակը զինագործները եւ Մխեյանը այստեղ վերջին կտորն է դնում դրվագի եւ
Իհարկե բարդ հարված կատարեց եւ կարողացավ արդյունավետ գտնվել 3-1 Խաղակեսի հենց մեկնարկում այս անգամ արդեն Արսենալն է գոլ խփում եւ դա Մխեյանն է անում գլխի գեղեցիկ հարվածով Տեսնենք Ադանան պետք է 2 գոլ խփի արդեն հաշիվը հավասարեցնելու համար բարդ է լինելու բայց պետք է փորձեն իհարկե եւ այդպես էլ անել են Ադանայի ֆուտբոլիստները Բարոյանը ձախ եզր էր ցանկանում տեղաշարժվել ամեն դեպքում Թովմասյանը այստեղ ուժեղ փոխանցում է կատարում առաջ եւ Թոփալ Կարաջյանը պայել գնդակը չկարողացավ դաշտի սահմաններում Եվ Մանուչարյան ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ Մխեյան կփորձի պայել գնդակը Մխեյանը Թոյան Բարոյան աչքի եզրից կատարում է փոխանցում եւ Մկրտչյանը պահում է գնդակը իր թիմի մոտ Վարդանյան Մանուչարյան դեպի Գասպարյան աչքի եզր Մուրադյան տեսնում ենք արված եւ Մանուչարյանը փակեց գնդակի ճանապարհը Մկրտչյան ուժեղ փոխանցում առաջ Արիբյանն է այստեղ եւ եզրային նետում կլինի Գնդակ տվեք ասպեր Ներս գնդակ դու Ո՞տ ես դու գոնը չկա Խյանը դեպի Գասպարյանն է ուղարկում գնդակը, Գասպարյանը այստեղ ամեն դեպքում կորցրեց գնդակը, Թմոյան եւ կախախտում։ Թոփալ Կարաջյան դեպի Թմոյանը աչքի եզր։ Սագրյանն է այստեղ։ Խլում գնդակը Մկրտչյան Մուրադյան, Ադանայի գրոն է սա, տեսնենք ինչպես կստացվի Մուրադյան, արված ու Սարգսյան էտ մղում, բայց չստացվեց Թոփալ Կարաջյանը կրճատում է հաշվի տարբերությունը, Ադանան պատասխանում է 1 գոլով մրցակցին, 3-2 է հանդիպման հաշիվը Մուրադյանի արվածից հետո ճիշտ է, Սարգսյանը կարողացավ էտ մղել գնդակը, բայց դա բավական չէր, այստեղ Ադանայի 10 համարը խփում է իր թիմի երկրորդ գնդակը Հիմա արդեն պետք է 1 գոլ էդ բերել Մխեյան եւ Տարպասապա Խանավյանը այստեղ վերցնում է գնդակը Ուժեղ փոխանցում առաջ Վարդանյան եւ Սիմոնյանը այստեղ ըստ մրցավարի չի խախտել կանոնները Սիմոնյան
Սիրելի երկրպագուներ, շարունակում ենք հետևել Ադանա Արսենալ հանդիպմանը, խաղը շարունակվում է, Վարդանյանը կանգնեց, կարևորը դա է, վնասվածքը լուրջ չէ։ Եվ աչ եզրում է գնդակը, տեսնում ենք փոխանցում, այստեղ Վարդանյանը ընդունում է գնդակը եւ կփորձի իր թիմի համար հակագրոս սկսել, Սիմոնյան լավ գործեց, Մկրտչյան տանում է գնդակը եւ դեպի Մխեյանը ստացվեց, փոխանցում հաջող է գործում այստեղ Մխեյանը, դարպասապան է դուրս եկել դարպասից, Մխեյանը այստեղ պայեց գնդակը եւ Ղարիբյանը հեռացնում է ոչ շատ հեռու, ամեն դեպքում դեպի Սիմոնյանը ստացվեց Վարդանյան միգուցե հեռվից հարվածի Մանուկյանի հետ է խաղում, Սահակյան եւ հետրիկ է ձևակերպում, Սահակյանը սա նրա երրորդ գոլն էր այս խաղում։ Այսպես Սահակյանի ամեն հպում կարծես թե գոլի է վերածվում այսօր, Արսենալը նորից վերականգնում է իր երկու գնդակի առավելությունը եւ Սահակյանը իհարկե տպավորում է հետրիկ առաջին տուրի առաջին խաղում, բացման խաղում եւ սա Արսենալի համար իհարկե եւ զինագործները նորից վերականգնում են, կարելի ասել լուրջ առավելություն, այո, երկու գնդակը այնպես չէ, որ քիչ է։ Հատկապես որ երկու անգամ խաղի ընթացքում այդպիսի առավելություն է թիմերից մեկը սահմանում։ Թովմասյան Պողոսյանի հետ է խաղում, Սիմոնյան դեպի Թոփալ Կարաջյանը, ձախ եզրում է Մուրադյան, մնաց գնդակով Ադանայի 23 համարը, Մուրադյան Մոյանի հետ է խաղում, արված ու բարձր ստացվեց, այսա լավ հնարավորություն էր իհարկե Ադանայի կողմից։ Ուժեղ փոխանցում առաջ, Մանուկյան, աչ եզրում պայել գնդակը չստացվեց։ Տեսնենք Ադանայի գրոհը ինչպես կստացվի։ Դեպի Սերոփյանը, աչ եզր, Թոփալ Կարաջյան, Սերոփյանին ուղարկեց գնդակը արված եւ դարպասապա Սարգսյանը վերցնում է գնդակը։ Եվ Սուրեն Սարգսյանը գնդակը մտցնում է խաղի մեջ, Մկրտչյան աչ եզրում է, ուժեղ փոխանցում առաջ, Ղարիբյան, Մուրադյան, Սերոփյանն այստեղ լավ անցում կատարեց, Տուգանային հրապարակում է դեպի Սիմոնյանը, Սիմոնյանը արված ու բարձր է ստացվում այս փորձը Ռոման Մովսիսյանն է իդեպ դուրս եկել խաղադաշտ։ Ավելի ճիշտ դուրս էր եկել խաղադաշտ, փոխարինվել է, եթե ճիշտ եմ նկատում Մովսիսյանը։ Վարդանյան պայեց գնդակ իր մոտ Արսենալի ֆուտբոլիստը գեղեցիկ անցում ստացվեց, Սահակյան դեպի աչ եզր, Մանուկյան եւ եզրային նետում կլինի։ Մուրադյան ձախ եզրում է եւ այստեղ Մկրտչյանն է հաջող գործում, Վարդանյան եւ Ղարիբյանը ուժեղ հարված կատարեց առաջ։ Մխեյան իջեցրեց գնդակ։ Սիմոնյան
Եվ համարցակ, բայց արդյունավետ հաջող գործեց Սիմոնյանն այստեղ։ Խորքից տեսնում ենք փոխանցում, բայց դեպի ձախ պետք էր փոխանցել այստեղ։ Ոչ թե կենտրոն, այլ նույնիսկ աջ էր ուղղված այս փոխանցում, աչի եզրով Վարդանյան թողեց գնդակը Սաղյանին։ Եվ Սիմոնյանը նորից հաջող է գործում, ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկն է իհարկե Ադանայում Մուրադյան, Մխիթարյան եւ այստեղ ոչինչ չկա, մրցավարը ցույց է տալիս Մկրտչյան դեպի Մանուկյան աչի եզր եւ եզրային նետում կլինի Ադանայի ֆուտբոլիստներն են գնդակը մտցնում խաղի մեջ, Մխիթարյան մնում է գնդակով եւ Մանուչարյանն այստեղ խլում կատարեց Մանուկյան Մկրտչյան ուժեղ փոխանցում առաջ դեպի ձախ եզր Խեյան ստացվեց մտնել Տուգանայի նրա պարակ եւ այստեղ ամեն դեպքում փոխանցում երկրորդ փոխանցումը կատարեց մի փոքր ուժեղ փոխանցում լիներ աննշան ուժեղ Սահակյանը արդեն պոկեր կձևակերպեր ուղղակի հնարավոր չէ պատկերացնել իհարկե որ Սահակյանը այդ դիրքից կվերիպեր բայց գնդակը ընդհանրապես Սահակյանին այստեղ չհասավ շատ վտանգավոր էր Մուրադյան ձախ եզրում է հերթական փորձը Ադանայի շատ ակտիվ են Ադանայի ֆուտբոլիստները Սիմոնյան հեռու տարածությունից հարված բարձր է ստացվում այս փորձը Կա մրցավարի Սուլիչը Մանուչարյան ուժեղ փոխանցում առաջ եւ հասնում է գնդակը Մանուկյանին մեկ հպումով հարված դիպուկ չստացվեց այս փորձը բայց շատ լավ փոխանցում ստացվեց խորքից իհարկե Մանուկյանը հարվածային դիրքում հայտնվեց բայց գտնել դարպասը չստացվեց Թոմասյան Ադանայի գրոն է սա Սաղյան եւ Սիմոնյանը խախտել է խաղի կանոնները Ավակյանի հետ պայքարում Կրչյան դեպի Ղարիբյանն է այստեղ եւ կլինի անկյունային Մրցավարի Սուլիչը, Մանուկյան, ցածրից փոխանցեց Պողոսյանը հեռացնում է Մկրտչյան նորից դեպի Տուգանային հրապարակ եւ հեռացնում են Ադանայի պաշտպանները եզրային նետում կլինի Մկրտչյան դեպի Գասպարյանը եւ այստեղ Սիմոնյանը փորձում է առաջ շարժվել Մխյանի Այս անկումը շատ հաջող էր Սերոպյան տեսնենք ինչպես է հակագրովում Ադանան Սիմոնյան դեպի ձախ եզր Մուրադյան բարձրից փոխանցում Մխիթարյանն այստեղ արձագանքում է բայց հետո հասնել գնդակին չստացվեց Եվ այստեղ Սարգսյանը արժանացավ ծափարությունների, քանի որ հուշեց մրցավարին, որ հենց իրենից է գնդակը դուրս եկել Ձախ եզրից տեսնում ենք փոխանցում Պողոսյան աչի եզրում է մի անգամից հարվածեց եւ բարձր է ստացվում այս փորձը
Սարգսյան գլորում է գնդակը։ Սաղյանի ուղղությամբ ձախ եզր։ Մկրտչյան եւ Մանուչարյանը ուժեղ փոխանցում է կատարում առաջ։ Եվ հերթական փորձը Ադանայից, Մկրտչյանն արձագանքում է։ Սերոպյան։ Մնացին գնդակով Ադանայի ֆուտբոլիստները, Սիմոնյան դեպի ձախ եզր։ Եվ տեսնում ենք հարված Մանուկյանի կողմից, բայց վնասված ստացած ֆուտբոլիստ կա, պետք է սպասել։ Պողոսյան դեպի աչի եզր, այստեղ Սաղյանը Բարոյանի հետ պայքարեց, կալ խաղի կանոնների խախտում եւ տեսնենք ինչպես կստացվի Ադանայի այս փորձը։ Սիմոնյան փոխանցում դեպի Թովմասյանը ձախ եզր, մնում է գնդակ Ադանայի մոտ, Սերոպյան հեռու տարածությունից փորձ, հակված է այս հարվածի ճանապարհը Մանուկյան։ Թովմասյանն է արձագանքում, Ավագյան եւ Թովմասյանը նորից հաջող խլում է կատարում այստեղ, փոխանցում դեպի Սերոպյանը։ Սիմոնյանը աչ եզր ուղարկեց գնդակը եւ այստեղ Սաղյանն էր։ Ղարիբյան կրոս դեպի ձախ եզր, Մխիթարյանը պայեց գնդակ, այո, պայեց դաշտի սահմաններում, Բարոյան, Սիմոնյան փակված է, հարվածի ճանապարհը Արսենալը բլոկել է իհարկե պաշտպանությունը եւ այս հարվածներն ու փոխանցումները չեն անցնում ամենակարևոր հատվածից պաշտպանության, չեն ներթափանցում թիկունք։ Սերոպյանը Բարոյանի ուղղությամբ փոխանցեց գնդակը դեպի ձախ եզր եւ այստեղ Մկրտչյանն է հաջող գործում։ Ուժեղ փոխանցում առաջ դեպի Մխյանը ձախ եզր, Պողոսյանը այստեղ աշխատեց եւ կարողանում է հեռու ուղարկել գնդակը Սերոպյանի ուղղությամբ, կա խախտում այստեղ Սերոպյանի կողմից։ Գասպարյան եւ Ղարիբյանն է այստեղ հաջող աշխատում, փոխանցում դեպի Սերոպյանը, Ղարիբյան դեպի աչ եզր եւ այստեղ գնդակը զինագործներինը կլինի։ Մանուկյան եւ այստեղ Պողոսյանը խլեց գնդակը, Ավագյան դեպի Մխյանը ձախ եզր եւ նորից Պողոսյանը պաշտպանվում է Մխյանի հետ վերջին րոպեներին անընդհատ այսպես պայքարի մեջ է։ Վարդանյան մտնում է Տուգանային հրապարակ, Վարդանյանը եւ գնդակն ուղարկում ցանցը, Արսենալը նորից գոլ է խփում եւ այս հանդիպումը զինագործները կեզրափակեն էլ ավելի բարձր տրամադրությամբ։ Վարդանյան այստեղ գերազանց աշխատեց ուղղակի։ Մանուկյանի փոխանցման մասին էլ խոսենք իհարկե։ Սիմոնյան
Պողոսյան աչքի եզրում է։ Սիմոնյան այդ փոխանցում դեպի Ղարիբյանը։ Բարոյան։ Բարձրից փոխանցում եւ չստացվեց այստեղ։ Մկրտչյան աչքի եզրում է։ Կատարեց ուժեղ փոխանցում առաջ, Ղարիբյանն է արձագանքում։ Բարոյան։ Սիմոնյան ստանում է պատասխան փոխանցումը։ Սիմոնյանը միգուցե արվածի այդպես էլ անում է։ Նորից Սիմոնյան և կա խաղի կանոնների խախտում։ Կա մրցավարի սուլիչը, տեսնենք, հարված կա, բայց փակեցին գնդակի ճանապարհը, Սիմոնյան ևս մեկ փորձ, նորից փակված է գնդակի ճանապարհը, Ղարիբյան գլխով հետ է ուղարկում գնդակը, Սիմոնյան, Սահակյան մեկ հպումով դեպի Վարդանյանը և դարպասապահը գլխով է հեռացնում այստեղ գնդակը, Ղարիբյան ուժեղ փոխանցում առաջ, Սերոփյան աչքի եզրում է, Սերոփյան մնաց գնդակով այստեղ դժվար պայքարում Սաղյանի հետ այդքան էլ էս չէ, իհարկե շատ որակյալ պաշտպան է և հարձակվողները հաճախ են խնդիրներ ունենում։ Եզրային նետում կլինի։ Եվ վերջ Արսենալը հաղթում է առաջին տուրի։ Իր խաղում մենք կհանդիպենք քիչ անց։